Բարյասելի քույր եղբայրան, եկեք շարունակենք մեր հատվածը։ Ուրեմն մենք անդրադարձանք Հռոմեացիս 11-րդ գլխի 1-ից մինչև 10 համարներին եւ առաջի ճշմարտություն մնացորդի վերաբերյալ, որտեղ այդ հատվածում 9-ից մինչև 11-րդ գլուխը առաքյալը զարգացնում է շնորհքի ընտրության պես մնացորդի կոնցեպտը, հասկացողությունը։ Առաջինը մենք տեսանք, որ այդ մնացորդը մտնում է եկեղեցի։ Այո, եկեղեցին մի շրջան է, ժամանակավոր, որտեղ հրեան եւ հեթանոսը միասին են, մեջտեղի պատը Աստված վերացնում է Քրիստոսի իր մարմնով, եւ այդ շրջանը երբ որ կվերանա, նաեւ այդ շրջանից հետո կբացվի դուր նաեւ հրեաներին եւ մենք տեսնում ենք, որ մասամբ հրեաների կուրությունը մասամբ, այսինքն ժամանակի մեջ է եւ մասամբ ոչ բոլոր Իսրայելը, որտեղ այդ բոլոր Իսրայելի մեջ կա նաեւ ընտրված այդ մնացորդը։ Այսինքն մեր հատվածում առաջի ճշմարտություն մենք տեսանք, որ շնորհքի ընտրության պես մնացորդը դա եկեղեցի մտնող մնացորդն է, փրկվողներն են։ Եվ երկրորդ համարում, երբ որ կարդացինք, Աստված դեն չգցեց իր ժողովուրդը, որին առաջուց ճանաչեց կամ նախորդ ընտրեց, դա նշանակում է այդ ընտրված մնացորդի մասին։ Այստեղ ոչ թե բոլոր Իսրայելի մասին է խոսում, այլ ընտրված մնացորդի, իսկ մյուսները կուրացան մասամբ, հետագա հատվածում մենք ավելի խորը կնայենք այդ կուրացողների կամ նրանց մասամբ կուրություն լինելու ճշմարտության մասին։ Հիմա տեսեք, ամեն դեպքում այս ամենը նպաստում է, որպեսզի առաքյալը զարգացնի ընտրված մնացորդը։ Մեր հատվածում երկրորդ ճշմարտություն, եթե առաջի ճշմարտությունը, ընտրված մնացորդը մտնում է եկեղեցի, երկրորդ մեր հատվածում մենք շարունակում ենք հիմա շնորհքի ընտրության պես մնացորդ, մնացորդը պահպանվում է շնորհքով։ Սա ամենակարևորն է։ Եվ դրա համար առաքյալը 6-րդ համարում զարգացնում է կոնցեպտը եթե շնորհքով, այլ գործերով չի։ Այսինքն հիմա ինքը պետք է ավելի խորացնի շնորհք հասկացողություն, ինչպես է որ Աստված է պահպանում եւ դրա համար ինքը հատված առաջ քաշում։ Առաջ է քաշում Եղիա մարգարեի պարագան 3-րդ թագավոր ազգերքի, որով ցույց է տալի, որ որքանով էլ որ Իսրայելը լինի կռապաշտության մեջ, ամբողջ Իսրայելը լինի պղծված, Աստված ունի իր շնորհքով պահպանված կամ պահված մնացորդ եւ 7000 հոգի։ Այսինքն որը չի տեսնում Եղիան։ Հիմա տեսեք, ըստ Եղիայի տեսանկյունի ամբողջ Իսրայելը անկում ապրեց եւ որևէ մեկը չկա, միայն ինքն է մնացել եւ իրան են փնտրում, որ սպանեն։ Էլ չկա փրկվող։ Աստված ասում է Եղիա հանգիստ։ Ես ունեմ 7000 հոգի պահված, որոնք ծունր չեն դրել բաղին, այսինքն ոչ թե ծունկ չեն դրել բաղին դրա համար Աստված նրանց պահել է, այլ Աստծո պահպանվածությունը շնորհքով արդյունքում եղել է, որ բաղին չեն երկրպագել։ Սա ամենակարևորն է, որ ուզում եմ մենք տեսնենք։ Հիմա կանադառնանք այդ հատվածին։ Ամեն դեպքում տեսեք, ինչ հարցի է պատասխանում ընդհանուր։ Մենք այս մասի խոսել ենք մեր մյուս ձեռնարկությունների մեջ։ Առաքյալը պատասխանում է, միթե Աստված դենեցեց իր ժողովուրդը, քավրից ինչի, որտեղ կար հասկացողություն, կարող է Իսրայելի անհազանդության եւ անկման պատճառով Աստված փոխեց իր ժողովուրդը, այսինքն հեթանոսների եկեղեցին կոչեց իր ժողովուրդ, եւ կա այսպիսի վարդապետություն, որ իրական Իսրայելը դա եկեղեցին է, իսկ մնացած այն Իսրայելը դա խորհրդանիշ է, չկա այդպիսի բան։ Մեր հատվածում ավելի խորը ինքը զարգացնելու է Հակոբի սերունդ, այսինքն ինքը ցույց է տալու Իսրայելը Իսրայելն է, եկեղեցին եկեղեցի է, բայց այդ ընդհանուր Իսրայելի մեջ միշտ Աստված փրկել է մի մնացորդ։ Այսինքն այդ ընտրությունը մնացորդին է վերաբերվում, ոչ թե բոլոր Իսրայելին։ Այո, բոլոր Իսրայելը ունի որոշակի ընտրություն եւ խոստումներ ուխտի օղակներում, որը վերաբերում է խոստացյալ երկիրը ժառանգելուն, այնտեղ մարգարեներ լինելուն, օրենք այնտեղ տալուն, արժեքային համակարգ ձևավորելուն, Քրիստոս այնտեղ ծնվելուն, բայց փրկության մնացորդը այն վերաբերվում է այդ փրկվածներին, այսինքն դրա համար ասում է Աստված դեն չգցեց իր ժողովուրդը երկրորդ համարում 11-րդ գլխի, որին առաջուց ճանաչեց կամ առաջուց ընտրեց եւ անմիջապես անդրադառնում է Եղիայի պարագային, ինչի։ Հիմա կտեսնենք Եղիայի պարագայում ինչպիսի կարևոր սկզբունք է պատասխանում Աստված, այսինքն ամենաբարդ իրավիճակներում, ինչքան էլ Իսրայելի վիճակը բարդ է, Աստված դեն չի նետում մնացորդը, որտեվ իրական փրկվողը այդ մնացորդն է։ Սերնես, նույնիսկ կարելի է զուգահեռական հասկացնել, տեսեք, նույնիսկ եթե վերցնենք եկեղեցին, իհարկե այդ մասին չի խոսում առաքյալը, բայց որոշակի առումով թղթերի մեջ անդրադառնում է դառնում։ Օրինակ ինքն ասում է մեծ տան մեջ տարբեր անոթներ կան։ Ինքը խոսում է ընդհանուր եկեղեցու եւ այդ եկեղեցու մեջ ընտրվածների նաեւ։ Այսինքն տեսեք, ինքն ասում է Աստված գիտի իրեններին։ Ինքը ինչ ակնարկ անում առաքյալը։ Ի նկատի ունի, որ եւ իրենները իրենց հերույ են պահում չարից։ Այսինքն տեսեք, կա ընդհանուր եկեղեցի, ինչպես կար ընդհանուր Իսրայել եւ այդ Իսրայելի մեջ կար ընտրված մնացորդը։ Այնպես էլ կա եկեղեցի, օրինակ ամբողջ հայ ազգը իրան կոչում է քրիստոնյա, եկեղեցի։
Հիմա կարող ասենք, որ բոլոր հայ ժողովուրդը մտնում է երկինք, ոչ, մտնում է երկինք ընտրված մնացորդը, ով իրականում ունի վերստին ծնունդ, ով Քրիստոսի արյունով մաքրված է եւ ով ընդհանուր առմամբ անցնում է սրբացման ընթացք, որտեղ եթե փրկություն կա, սրբացման ընթացք կա, եթե փրկություն չկա, սրբացման ընթացքի մասին իզուր խոսալ, որտեղ սրբացման ընթացքը հետևանքն է վերստին ծնված լինելու, այսինքն կամ փոխված բնության։ Հիմա, եթե Աստված չի ներգործել, չի փրկել շնորհքով, սրբացման ընթացք չկա։ Հիմա այս առումով նույնն ենք մենք տեսնելու։ Այս շնորհքի ինտուիցիան պես մնացորդը, որը բաղին չի երկրպագում, դա հետևանքն է իր ընտրվելու աշխարհաստեղծվելուց առաջ։ Այսինքն Աստված շնորհքով է նրանց պահում, դրա համար նրանք բաղին չեն պաշտում։ Ոչ թե բաղին չեն պաշտում եւ ընտրվում են, այլ ընտրվել են, դրա համար նրանք բաղին չեն պաշտում։ Այսինքն այստեղ Աստծո շնորհքի գործոնն է շատ կարևոր որ տեսնենք։ Հիմա կանրադառնանք սրան։ Ուրեմն, այլ հասկացողությունը, որ Աստված փոխարինեց իր ժողովուրդը, դա մակերեսորեն ուսումնասիրության արդյունք է։ Աստված չի փոխարինում իր ժողովուրդը, որքանով էլ այդ ժողովուրդը պղծվի, այդ ժողովրդի մեջ Աստված միշտ պաշտպանում եւ պահպանում է իր սեփական ընտրված ժողովուրդը, շնորհքով ընտրած ժողովուրդը, որը համարվում է խոստացյալ որդիներ կամ փրկվածները։ Եկեք անդրադառնանք հիմա այս հատվածին։ Ուրեմն մեր հատվածում առաքյալը որպեսզի սա ավելի խորացնի, ես կընթերցեմ այ երկրորդ համարից, Աստված դեն չգցեց իր ժողովուրդը, որին առաջուց ճանաչեց կամ ընտրեց, կամ թե չգիտեք, թե գիրքն ինչ է ասում Եղիայի համար գրվածքում է, ինչպես նա Իսրայելի դեմ, ուշադրին եք, Իսրայելի դեմ գանգատվում է Աստծո առաջին։ Ասում է Տեր Աստված, քո Իսրայելը չկա, Աստված ասում է կա։ Իմ Իսրայելը ամբողջ Իսրայելը չի, իմ Իսրայելը ընտրված մնացորդն է։ Գանգատում Տեր քո մարգարեները կոտորեցին եւ քո սեղանները կործանեցին եւ միայն ես մնացի եւ իմ անձն են որոնում, էլ չկա ոչ ոք։ Բայց Աստվածային պատգամն ինչ է ասում նրան 7000 մարդ թողեցի ինձ համար, պահեցի ինձ համար, ով ասողը Աստված 7000 հոգի պահեցի, թողեցի, չի ասում 7000 հոգի մաքուր մնացին, 7000 հոգի թողեցի ես ինձ համար, որ բաղին ծունր չդրին, որոնք բաղին ծունկի չեն, բաղին չեն պասչի, չեն երկրպագի։ Եկեք անդրադառնանք սա, ինչ պարագայի մասին է խոսում եւ ինչ կարեւոր սկզբունքներ կարող տեսնենք այս հատվածում, ինչ է ասում առաքել, ինչի այս արգումենտը առաջ քաշում, որպեսզի մենք հասկանանք, որ որքանով էլ մեր հայացքը լինի ընդհանուր Իսրայելի վրա եւ ասենք, որ Աստծո ժողովուրդը կործանվեց, Աստված միշտ ասում է. իմ մնացորդը միշտ ես պահպանում եմ, որոնց նախորոք ես ընտրել եմ փրկության համար, արքայության համար։ Ուրեմն տեսեք, 3-րդ Թագավորաց 19 եւ 18-րդ գլխներում նկարագրված է այս հատվածը, որ Իսրայելը ամբողջությամբ մխրճվում է կռապաշտության մեջ։ Տեսեք, Աստված մասամբ հանում էր թագավորներ եւ թագավորի ֆունկցիոնալ դերը որն էր։ Ընդհանուր առմամբ թագավորը խորհրդանիշներ իրականում խորհրդանիշներ Աստծո ժողովուրդը որպես հովիվ հովվելու եւ մենք տեսնում ենք Դավթի կերպարը դրա համար հետագայում թագավորած գրքում որևէ մի թագավորի բնութագիր տալու համար միշտ հեղինակը օգտագործում է սա Դավթի նման Աստծո ճանապարհներում չգնաց կամ Դավթի նման չքայլեց Աստծո առաջ։ Դա ցույց է տալի, որ Դավիթը հանդիսանում էր էտալոնը, օրինակը իրական եւ մենք գիտենք, որ Դավթի սերունդի աթոռը այն Քրիստոսի աթոռն է եւ Քրիստոսի խորհրդանիշն է, այսինքն Քրիստոսն է իրական Աստծո ժողովրդի թագավոր։ Հիմա այստեղ մենք տեսնում ենք Աքաբին, որ այն թագավորները, որոնք պիտի գային եւ մարգարեի եւ քահանաների հետ իրար հետ խորհրդով պետք է ժողովրդին պահպանեին աստվածպաշտության ճիշտ օղակներում, կային թագավորներ, որոնք ընդհանրապես բոլոր ժողովրդին մխրճում էին կռապաշտության մեջ։ Եվ Աքաբը նույնպես լիբերալ հայացքներ ունեցող, որտեղ Աքաբը շատ լավ գիտեր, որ Իսրայելը միշտ վտանգված է հեթանոսներից, հարձակումների, որպեսզի սրանից խուսափի ինքը ինչ անում։ Ինքն ասում է պետքա տարբերությունը վերանա մեր եւ հեթանոսների միջեւ։ Այն ինչը որ Աստված ասել դուք չնմանվեք նրանց։ Հիմա Աքաբը ինչ անում, որպեսզի վերացնի այս հարձակումները Իսրայելը բարգավաճի, կարծես թե եթե հարձակումներ չլիներ, Իսրայելը կհարստանա, ինքը ասում է եւ ինքը ամուսնանում է Սիդոնացիների իրանց կարելի ասել Յեթբաղ թագավորի աղջկա հետ, Հեզաբելի հետ, Յեթբաղը Բաղի քուրմն էր, գլխավոր քուրմն էր։
մի քիչ հետո ես կանադառնամ սա, եւ Հեզաբելը նրա աղջիկ լինելով խորը, առավել խորը կրոնավոր անձ, այսինքն Բաղին պաշտողա, եւ Եզաբելը երբ որ գալիս է արդեն Աքաբի կին, իր հետ բերում է 450 Բաղի մարգարեներ, 450 հոգի, եւ դրան գումարված նաեւ կաղնիների պուրակի, այդ նույնպես այդ Բաղի զոհասեղանները կամ մյուս չաստվածների զոհասեղանները կաղնիների պուրակում էր, եւ կաղնիների քուրմերի այդտեղ գրված էս կանադառնամ 400 հոգի կաղնիների քուրմեր, Աստարովթի մարգարեների, կարելի ասել են Աստարովտեր։ Այս երկու աստվածները, չաստվածները հեթանոսների մոտ գլխավոր աստվածներ են հացան։ Բաղը դա միշտ կտեսնեք, այսինքն բնության աստված որպես, եւ Աստարովթը բարգավաճման ավելի կարելի ասել նրանք այս երկու զույգերը ամբողջացնում էին հեթանոս աշխարհի աստվածպաշտությունը։ Չեմ ուզում անդրադառնամ սրան, որպեսզի մեր նյութից չշեղվենք, խոսքը վերաբերվում է հիմա կոնկրետ այդ ընտրության շնորհքի պահպանվածության մասին։ Ինչպես Աստված շնորհքով պահում այդ մնացորդը կամ ընտրում այդ մնացորդը։ Հիմա տեսեք, որպեսզի սա, ուրեմն Բաղը լինելով Հեզաբելը լինելով Ետ Բաղի աղջիկը, դուստրը ինքը շատ խորը կրոնավոր անձ է։ Իմիջիալոց կարաք տեսնեք, առավել շատ նախանձավորությունով քարոզում են սուտ առաքյալները եւ սուտ կրոնավորները, իրենց աշխարհը ավելի հզոր է քարոզում իր աշխարհի հայացքները, քան թե իրական քրիստոնյաները, որովհետեւ տեսեք, քննիր ինչի մեջ է, որպեսզի ավելի པարզ հասկանալի լինի։ Ճշմարտության քարոզի վրա միշտ գալիս է հարձակում։ Ստության քարոզի վրա հարձակում չկա։ Տեսեք, եթե նույնիսկ վերցնենք ֆորմալ կրոնավոր հասկացությունով քրիստոնեություն, միշտ կտեսնեք, որ քրիստոնյաներն են ավելի հալածվել։ Երբեք չեք տեսնի, որ իսլամը հալածվի, բացի խաչակիր արշավանքներից, երբ որ սխալ ընկալում կար, այսինքն քրիստոնեական այլ սկզբունքներ, որ ստիպողաբար մարդկանց ուզում էին քրիստոնյա անեին, դա այլ հարց է։ Ամեն դեպքում կտեսնեք, որ միշտ քրիստոնեությունն է կրում հալածանքի, կամ առավել կարելի է ճիշտ եթե ասենք, ճիշտ քրիստոնյան միշտ ինքը ունի ճնշում աշխարհի կողմից, որտեղ ինքը չի վարվում աշխարհի արժեքների համաձայն, այլ Քրիստոսի արժեքներով է վարվում։ Դա համար ինքը միշտ ունի հակառակություն, միշտ հակառակվում է իրան աշխարհը։ Ամեն դեպքում դրա համար այս օտար կրոնների տարածողները նույնպես ավելի ջանքով են, կամ ասենք չակերտավոր վկաները, եթե դուք անդրադառնաք, ավելի ջանքով են քարոզում իրենց ստությունը, քան թե այսինքն իրական ճշմարիտ հավատացյալները։ Սա միշտ կա աշխարհում, սա միշտ, բայց ամեն դեպքում եկեք անդրադառնանք մեր թեմային։ Ուրեմն Հեզաբելը իր հետ բերում է նաև 450 մարգարեների Բաղի եւ ամբողջ Իսրայելը ընկնում է կռապաշտության մեջ։ Եվ պարագանա, երբ որ Եղիան Աստված Եղիային ասում է եւ Եղիան այդ հրաշքը կատարում է, որպեսզի գնա եւ զոհասեղան պատրաստեն։ Տեսեք, ինչ է կատարվում։ Եղիան առաջարկում է նրանց զոհասեղան պատրաստեն եւ այդ զոհասեղանը զոհը դրվի զոհասեղանի վրա, բայց տակավին կրակ չլինի նրա վրա, կրակ չտան, այլ սպասեն, թող Աստված, ում Աստվածը որ կհանդիսանա ճշմարիտ Աստված, թող այդ Աստվածն այդ կրակը ուղարկի երկիր եւ այդ զոհը ողջակեզ անի։ Հիմա եկեք այդ պարագային անդրադառնանք։ Տեսեք, Եղիան տեսնելով այս ամեն ինչը, տեսեք, ես կարդամ 3-րդ Թագավորաց 18-10-ից։ Եվ հիմա մարդ ուղարկիր հավաքի բոլոր Իսրայելին ինձ մոտ, Կարմեղոս սարի վրա, եւ Բաղի 450 մարգարեներին եւ Աստարովթի 400 մարգարեների, որ ուտում են Հեզաբելի սեղանից։ Կարևոր մի սկզբունք։ Եվ հիմա մարդ ուղարկիր հավաքիր բոլոր Իսրայելին ինձ մոտ Կարմեղոս սարի վրա։ Կարմեղոսը համարվում էր Բաղի սարը։ Հատուկ անում Եղիան։ Ձեր Աստծո սարի վրա հավաքեք, թող ձեր Աստվածը ձեր զոհը այրի։ Կարմեղոս սարի վրա։ Հիմա եւ Աստարովթը եւ Բաղի 450 մարգարեներին եւ Աստարովթի 400 մարգարեներին, որ ուտում են Հեզաբելի սեղանից, սնվում էին թագավորական պալատից, ձրի։ Տեսեք ինչպիսի կռապաշտության մեջ է մխրճված Իսրայելը։ Ինչի է առաքյալը սա օգտագործում, որպեսզի ցույց տա, որ որքանով էլ դուք տեսնում եք Իսրայելին ամբողջությամբ մերժված, Քրիստոսին մերժված, մի վախեցեք, Աստված ունի պահված մնացորդը, եւ միշտ այդ ընտրությունը մնացորդի հետ է կապված։ Փրկությունը մնացորդն է, ասելներս, ոչ բոլորը։
կամ այստեղ որ բոլորը կոչում են քրիստոնյա, դա չի փրկվածը։ Փրկվածը մնացորդն է, ով վերստին ծնունդ ունի եւ բնությունը փոխված է, ով Քրիստոսի արյունով իրականում մաքրված է։ Հիմա տեսեք։ Եվ Աքավը մարդ ուղարկեց Իսրայելի բոլոր որդիներին եւ հավաքեց մարգարեին Կարմեղոս սարի վրա։ Եվ Եղիան մոտեցավ բոլոր ժողովրդին եւ ասեց. «Մինչեւ երբ պիտի դուք կաղեք երկու կողմի վրա։ Եթե Եհովան է Աստվածը, նրա ետևից գնացեք, եւ եթե Բաղալն է, նրա ետևից գնացեք»։ Եվ ժողովուրդը նրան մի բան պատասխան չտվին։ Հիմա պիտի այս ամենը կատարվի։ Եվ Եղիան ասեց ժողովրդին. «Մենակ ես եմ մնացել Եհովայի մարգարե, իսկ Բաղալի մարգարեները 450 մարդ են։ Արդ թող մեզ երկու զվարակ տան եւ նրանք իրենց համար ընտրեն մեկ զվարակը, նրանք կտորեն եւ դնեն փայտերի վրա, բայց կրակ չդնեն, եւ ես էլ անեմ մյուս զվարակը եւ դնեմ փայտերի վրա եւ կրակ չդնեմ։ Հետո դուք կանչեք ձեր Աստծու անունը, իսկ ես կանչեմ Եհովայի անունը, եւ կլինի այն Աստվածը, որը կրակով պատասխան կտա, նա է Աստվածը»։ Եվ երբ որ բոլոր ժողովուրդը պատասխանեց եւ ասեցին. «Լավ խոսք է, ճիշտ է ասում»։ Հիմա եկեք տեսնենք։ Եվ ինչ կատարվեց։ Դուք գիտեք, որ դրեցին, աղաղակեցին, մի ամբողջ օր աղաղակեցին, գիտեք, Եղիան հանգիստ սպասում է եւ նույնիսկ ծաղրում է, ասում է՝ «Մի քիչ բարձր աղաղակեք, մի քիչ ձեր բաղը քնած է»։ Ոչ մի նշույլ կրակ։ Զոհը մնաց եւ այդպես նեխեց զոհասեղանի վրա։ Ոչ մի նշույլ կրակ։ Եվ երբ որ սկսեց Եղիան սկսում է գործը ուշադիր նայեք Աստծո խոսքով։ Եղիան երեկոյան աղոթքի զոհի ժամանակահատվածում անում ինչ անում Եղիան 12 ցեղերի անունով քարե զոհասեղանը պատրաստում է ինչպես Եհովան ասե։ Առանց ձեր այսինքն 12 ցեղերի անունով 12 քարի վրա դնում է այդ ամեն ինչը եւ նույնիսկ ասում է փորեք 4 կողմ այդ զոհասեղանի եւ ջուր լցրեք զոհի վրա այնքան մինչեւ այդ ջուրը հոսելով թրջի ամեն ինչը եւ լցվի ամբողջ այդ փոսը 4 կողմը։ Այսինքն ինքը հակառակ անում նույնիսկ զոհը թրջելը դա նշանակում է ոնց կարա վառվի զոհը չի կարի թրջել։ Եղել ասում է թրջեք, որտեղ զոհ անողը ես չեմ լինելու։ Տեսեք, սրանք կարևոր տարեր է, որ ինչ է ցույց տալիս, եւ հետաքրքիր մի կարևոր սկզբունք եք տեսնելու։ Այստեղ հարցը զոհը չի, բայց կարևոր է ժողովուրդը տեսնելով եւ երբ որ այդ ամեն ինչը լինում է եւ Աստված պատասխանում է, այնպիսի մի կրակ է ուղարկում, որ լափում է զոհը, զոհասեղանը եւ այդ կողքի ջրերը։ Այսինքն կարծես բոմբ հանգնում է այդտեղ։ Հասկանում եք, եւ բոլոր ժողովուրդը վախենալով աղաղակում է Եհովան է Աստված, բայց Եղիան մի կարևոր բան է հասկանում, որ ոչ մի տեսակի ահավոր հրաշք որևէ մեկ անձի վերստին ծնունդ չի տալիս։ Դրա համար ինքը դեպրեսիայի մեջ է, ինքը խորը դեպրեսիայի մեջ է, եւ դեպրեսիայի աղբյուրը ոչ թե նա է, որ Եղիան ասում է Տեր ուզում են ինձ սպանել, եթե այդպես լիներ կասեր Տեր Աստված պահպանի իմ կյանքը, բայց Եղիան ասում է իմ կյանքս վերցրու, ինչի, որովհետև ասում է ես մեծ նախանձով նախանձեցի քեզ։ Այսինքն Եղիան տեսնում է, որ ժողովուրդը կռապաշտության մեջ է, նրա դեպրեսիայի աղբյուրը ժողովրդին այդպես տեսնելն է։ Այսինքն ինքը այնքան է սիրում Աստծուն, ժողովրդին տեսնելով նախանձում է Աստծո համար։ Ասում է այսքանն էլ տեսան, մեկա մնացին անհավատ։ Այ սրա մասին է խոսքը։ Բայց Աստծո պատգամը ո՞րն է։ Եղիա, մի վախեցի, ես իմս պահել եմ։ Այ սա է առաքյալը սրա համար առաջ քաշում սա։ Իմ մնացորդը պահպանված է շնորհքով, իմ շնորհքով եմ պահել։ Եկեք անդրադառնանք այդ հատվածին։ Այդ հատվածը ես ընթերցեմ 18-րդ գլխի 3-րդ թագավորաց 38 համար։ Եվ Եհովայի կրակը վայր իջավ եւ կերավ ողջակեզը եւ փայտերը եւ քարերը եւ հողը եւ փոսի միջի ջուրն էլ լափեց։ Տեսնում եք։ Մի քիչ վերև որ կարդամ, եւ երեկոյան զոհի ժամանակն էր, երբ որ Եղիա մարգարեն մոտեցավ եւ ասեց. «Ով Եհովա, Աբրահամի, Իսահակի եւ Իսրայելի Աստվածը, թող այսօր իմացվի, որ դու ես Աստված Իսրայելի մեջ եւ ես քո ծառան եմ, եւ թե ես քո խոսքովն եմ արել այս բոլոր բաները»։ Տեսնում եք, խոսքը ինչքան կարեւոր է։ Պատասխան տուր ինձ, ով Տեր, պատասխան տուր ինձ, որ այս ժողովուրդը իմանա, որ դու Եհովա ես Աստված եւ դու ետ դարձնես նրանց սրտերը։ Ինչ եք տեսնում։ Ինչ։ Եվ դու ետ դարձնես նրանց սրտերը։ Եղիան շատ լավ սա հասկացել է։ Այն նրա դեպրեսիան սրա մեջ է։
որ Տեր Աստված, բա ուր է քո ժողովուրդը, չէ որ դու պահում ես։ Ասում է, ես իմ ժողովուրդը պահել եմ, դու հանգիստ նստի տեղդ։ 7000 հոգի, որ դու չես տեսնում։ Տեսեք, եւ Եհովայի կրակը վայր իջավ եւ կերավ ողջակեզը, փայտերը, քարերը, հողը եւ փոսի միջի ջուրն էլ լապեց։ Այսինքն սա ծաղրանք է ուղակի բաղին եւ Աստարովթի քուրմերին այդ 850 հոգուն եւ հետագայում տեսնում ենք, որ բոլորին կոտորում են ըստ օրենքի, քարկոծում են որպես սուտ մարգարեների։ Սա նույնպես օրենքով է վարվում։ Բայց տեսեք, դրանից հետո Եղիան փախնում է դեպրեսիայի մեջ, ինչի, որտեղ հասկանում է, որ այդ հրաշքն էլ իրական Իսրայելին չբերեց փրկություն, որտեղ փրկությունը մարդով չի, փրկությունը Աստծո շնորհքով ասելն է, այդ մնացորդի մասին է։ Դրա համար է Պողոս առաքյալը ասում, բայց Եղիան ինչ է աղաքում, ասում է, Տեր էլ ոչ ոք չի մնացել։ Բայց ինչ է Աստծո պատգամը, ես 7000 հոգի պայել եմ, հետևից ասում է առաքյալը, եւ հիմա էլ շնորհքի ընտրության պես ինք հատուկ է շեշտում այդ բառը շնորհքի, որտեղ 6 համարում բացատրել, եթե շնորհքով, այլ գործերով չի։ Հասկանում եք, շնորհքով, Աստծո ողորմությունով պահպանված ժողովուրդ կա։ Եկեք անդրադառնանք։ Տեսեք 30 եւ բոլոր ժողովուրդը տեսավ եւ վայր ընկավ իրենց երեսների վրա եւ ասացին. Եհովան է Աստված, Եհովան է Աստված։ Սա երբեք չի նշանակում այդ ժողովուրդը դարձի եկավ։ Բերանով դավանել, հրաշքը տեսնել չի նշանակում, որ սրտով դարձի են եկել։ Էմոցիա, զգացմունք, այդ պահին։ Բայց նրանց միտքը չի փոխվել։ Նրանց միտքը նույնն է։ Տեսածը արձանագրվում է զգացմունքով։ Այո, Եհովան է Աստված, Եհովան է Աստված։ Բայց հետո նույնիսկ կոտորեցին մարգարեներին սուտ։ Բայց միևնույնն է, դարձի չեկան, որտեղ սրտներում իրենց բաղաղն է դեռ։ Բաղը իրենց հարմար Աստված է։ Դնում եք, սա կարևոր է։ Բաղը չի ասում սա կերեք, նա մի կերեք։ Այսինքն օրենքի համաձայն, այսինքն աստվածպաշտությունը վերստին չծնված անձի համար լուծ է։ Դա համար, երբ որ դու մեկին ասում ես Աստված այսպես ասում, ինքն ասում, այ ինչ ես խոսում, ես ոնց ուզեմ իմ Աստծուն պաշտում, ինչի ինքը իր ցանկությունների համաձայն Աստվածը ընտրել է։ Եվ Աստծուն տվել է մի կերպար, որը այդ մի Աստված, որ իրեն չի արգելում շնության մեջ։ Ես հիշում եմ, տեսեք, սա շատ կարևոր է, բայց ամեն դեպքում մի քիչ է։ Ես հիշում եմ, ես ինչ որ մեկին խոսում էի, այդ մասին ասում էի շնություն, ինքը ասում է, դե ինչ շնություն, Աստված չի ստեղծել այդ աղջիկներին, բայց աղջիկը ամուսին չունի, բա ով պիտի նրան բավարարի։ Այսինքն ինքը արդարացնում է, շնությունը արդարացնում է այս սկզբունքով, որ Աստված է ստեղծել, եւ ես Աստծուն հակառակ բան չեմ անում։ Սա մարդկանց հարմար ստեղծած իրենց պատկերացումից ստեղծած Աստվածն է։ Մարդիկ այդպես գնում են եկեղեցի այդ Աստծուն պաշտելու, մոմ են վառում Քրիստոսի նկարի տակ, Քրիստոսի նկար ասելով Քրիստոսի նկարը չի այնտեղ, նկարը, չգիտեմ ում նկարն է։ Տակը վառում են, կերպարը որպես Քրիստոսի, բայց իրականում իրանք պաշտում են իրենց Աստծուն։ Այսինքն այն որ գնացին մտան եկեղեցի, մոմ վառեցին, դա երբեք չի շարժ, որ այս սրտերը փոխվել եւ ճանաչում են իրական Աստծուն։ Առանց Աստծո ասխալական խոսքի որևէ մեկը չի կարող ճանաչի իրական Աստծուն։ Նույնիսկ շատ կարող հասկանանք, որ այդ Աստծո խոսքը, որպեսզի ճանաչի, պետք է Աստծո հոգին ներգործի նրանց սրտերի մեջ։ Ուրեմն, եկեք շարունակենք մեր հատվածը։ Տեսեք, եւ սրանից հետո 40 առում եւ Եղիան ասեց նրանց. բռնեցեք Բաղի մարգարեներին, որ նրանցից մեկ մարդ չպրծնի, եւ նրան բռնեցին եւ Եղայի վրա եւ Եղիան վար իջեցրեց նրանց Կիսոն հեղատի մոտ եւ նրանց սպանեց այնտեղ, այսինքն քարկոծեցին։ Հիմա տեսեք, կարևոր մի սկզբունք։ Եվ Աքաբը վեր գնաց ուտելու եւ խմելու, բայց Եղիան վեր ելավ Կարմեղոսի գլուխը եւ ծռվեցավ մինչեւ գետին եւ երեսը դրավ իր ծունկերի մեջտեղը եւ ասեց իր պատանին. վեր գնա մտիկ արա դեպի ծովակողմը, եւ նա վեր գնաց եւ մտիկ արավ եւ ասեց մի բան չկա, եւ Եղիան ասեց դարձյալ գնա 7 անգամ եւ 7-րդ անգամին ասեց ահա մի փոքր ամպ անձևի պարագան։ Հիմա տեսեք կարևոր մի սկզբունք, սրանից հետո ժողովուրդը դարձի չի գալիս եւ Եղիայի դեպրեսիայի պատճառն եմ ուզում ձեզ ցույց տամ, ոչ թե Եղիան վախենում է, որ իրեն ուզում է սպանել, այլ ասում է մեծ նախանձով լցվեցի քո հանդեպ։ Տեսեք, շատի լսեք, ես արդեն 10-րդ գլխից եւ Տերն ասեց նրան. «Ետ դարձիր գնա քո ճանապարհով անապատով Դամասկոս եւ երբ որ գաս Ազայելին ասորիների վրա թագավոր օծիր»։ Ուշադիր։ Եվ Նամեսի որդի Եվուին էլ թագավոր օծիր Իսրայելի վրա եւ Աբելմաուլացի Սափաթի որդի Եղիսեն էլ մարգարե օծիր քո տեղը։ Եվ կլինի, որ Ազայելի սուրիսն ազատվողին Եհուն կմերցնի, նույնիսկ ցույց տալի ինչա լինելու Աստված,
կմերցնե եւ Եհուի սուրիսն ազատվողին Եղիսեն կմերցնե եւ ինձ համար թողել ես ուշադին եք եւ ինձ համար թողել եմ Իսրայելի մեջ 7000 հոգի բոլորն էլ այնպիսի մարդիկ որ ծունկ չծռեցին Բաղին եւ բոլորն էլ բերանով նրան չհամբուրեցին այսինքն այդ արձանին չեն համբուրել այսինքն սա շատ կարեւոր է եւ այնտեղից գնաց եւ գտավ Սապատի որդի եւ այդ նույնը կատարեց ես ինչ եմ ուզում ասել ցույց տամ որ սրանից հետո տեսեք Եղիայի խնդիրը 3-րդ թագավորոս 17 գլխի 10 համարից տեսեք Եղիայի բարերը 19-ից կարդանք եւ այնտեղ մտավ մի քարայրի մեջ եւ այնտեղ օթևանեց եւ ահա Տիրոջ խոսքը եղավ իրեն եւ նա ասեց ինչ ունես այստեղ Եղիա ուշադիր տեսեք Եղիան ինչ է ասում եւ նա ասեց ես մեծ նախանձավորություն ունեցա զորած Տեր Աստծո համար մեծ նախանձավորություն ունեցա որ Իսրայելի որդիքը քո ուխտը թողել են քո սեղանները քանդել են եւ քո մարգարեներին սրով սպանել են եւ մինակ ես մնացի եւ իմ հոգին որնում է սպանեն ես մեծ նախանձավորություն ունեցա որտեղ բոլորը քեզ թողել են եւ որն է պատասխանը ես ինձ համար պահել եմ 7000 հոգի մնացորդ որոնք ծուն չեն դրել եւ չեն համբուրել Բաղին սա կարեւոր է տեսեք մեր երկրորդ համարում ինչ շա ուզում ասի առաքյալը երբ որ անդրադառնում է երրորդ համարում Տեր քո մարգարեներին կոտորեցին եւ քո սեղանները կործանեցին եւ միայն ես մնացի եւ իմ ազնվորը բայց աստվածային падգամն ինչ է ասում այս աստվածային падգամն ինչ է ասում առաքյալը հատուկ սա մեջ բերում է որպեսի պատասխանի այդ հարցին մնացորդը ինչպես մնաց ինչ է ասում падգամ թողի ես падգամը որն է բայց աստվածային падգամն ինչ է ասում 7000 մարդ թողեցի ինձ համար որ Բաղին ծունր չդրին ես ինձ համար ինչպես այս մնացորդը ընտրվեց դրա համար էլ 5 համարում որ գլուխ գործոսն է Հռոմեացիս թղթի հենց այսպես էլ հենց նույն այսպես այս ժամանակումը շնորհքի ընտրության պես մի մնացորդ եղավ կամ մնաց շնորհքի ընտրության պես ինչ է ինքը ցույց տալի շնորհքի որպեսզի ցույց տա որ մարդկային գործերը չի այսինքն այս մարդիկ որոնք ծունը չեն դրել Բաղին ոչ թե իրենց մեջ ինչ որ պոտենցիալ ունեին Աստված պաշտության այլ Աստված ներգործել նրանց մեջ եւ նրանք այդ ներգործության հետևանքում են մաքուր մնացել Աստծո շնորհքն է որ նրանց հետ է պահել կռապաշտությունից եւ Բաղին համբուրելուց սա համար ասում է ես պահեցի ինձ համար Սա ամենակարևոր միտքն է որ առաքյալը զարգացնում է բայց ժամանակը ինչպես տեսնում նորից անցավ չեմ ուզում որ կես ժամից անցնի կշարունակենք ավելի խորը բաներ կտեսնենք այդ շնորհքի դրությամբ մնացորդ ինչպես է շնորհքը պահում այդ մնացորդին կարադառնանք արդեն սրասերներս ուրեմն նրանք որոնք այս սկզբունքի մեջ միշտ հարց են տալի իսկ կարողա ես ընկնեմ այսինքն չունեն այդ փրկության վստահությունը ուղղակի սա ցույց է տալի որ նրանց փրկության վստահությունը իրենց անձի վրա է եթե լինի Աստծո շնորհքի վրա Աստծո կարողության վրա այս վախը նրանց կյանքում չի լինի տեսեք նրանցում իսկ կարողա ես ընկնեմ իհարկե կընկնես դու անպայման կընկնես եթե դու պահում ես քեզ Քրիստոսի մեջ հաստատ կընկնես բայց եթե Աստծո շնորհքն է քեզ պահում նույնիսկ եթե ընկնես էլ ճիշտ է դու սրբացման process-ի մեջ անցնում ես առաջ բայց եթե նույնիսկ ընկնես էլ Աստծո հոգին Աստծո շնորհքը քեզ վերականգնում է ինքը քեզ բարձրացնում է դու զղջում ես քո արածի համար դու իրական ապաշխարում ես վերականգնում ես հոր հետ քո հարաբերությունը ոչ թե դատավորի այլ հոր հետ որտեղ արդեն Աստված քո հայրն է ոչ թե դատավոր արդեն փրկություն ունես եւ դու որդին ես որդիությունից չես զրկվի որքանով էլ որ ընկնես նա քեզ բարձրացնելու է այդտեղ ինքը քեզ ուսուցանելու է խրատելու է այսինքն միշտ մեղքի դեմ պայքարի մեջ ավելի ամբողջացնելու է ավելի մղելու է ավելի զորացնելու է սա Աստծո շնորհքն է դրա համար նրանք որ հարց են տալիս կարողա ես ընկնեմ իհարկե անպայման եթե քո վրա է քո վստահություն իսկ եթե Քրիստոսի վրա սա է որ Աստված պահում է իր մնացորդը հիմա ժամանակը խնայելու համար կուզեմ սիրելիներս մյուս ձայնագրության մեջ ավելի անդրադառնանք որոշակի հատվածների բայց մի փոքր անդրադառնանք կարևոր մի սկզբունքի տեսեք Գաղատացիս 5-րդ գլխում մենք գիտենք որ Գաղատացիս թուղթը կարևոր սկզբունք ունի կարևոր թեման շնորհքն է այսինքն ինչպես է որ անձը շնորհքով փրկվելով շնորհքը ի վերջո ճիշտ չհասկանալով թողնում է նորից մտնում է օրենքի գործերի մեջ եւ առաքյալն ասում է ով ձեզ կախարդեց այդ շնորհքով փրկվեցիք այդ ինչ արեցիք որ դուք Աստծո հոգին ստացաք ինչ որ մի բան արեցիք թե Աստված ձեզ տվեց այսինքն շնորհքով փրկվողները նորից կարծես ուզում էին հետ դառնային եւ այդ թուղթը դրան վերաբերում բայց հիմա տեսեք առաքյալը ցույց է տալի այս հատվածում 5-րդ գլխում Գաղատացիս
երբ որ մենք անդրադառնում ենք հոգու պտուղներին, պետք է տեսնեք առաքյալը ցույց է տալի անձ, ով ընդհանրապես իր բնութագիրն է այդպիսին, եւ անձ, ով կարա ընկնի խնդրի մեջ։ Տեսեք, դրա համար ինքը, ես կուզեմ հիմա ընթերցեմ 21 համարից, չայր նայվածներ, սպանություններ, արբեցություններ, անարակություններ եւ ինչ որ սրանց նման են։ Առաքյալը չի ասում, որ ինչ որ մեկը դա արեց։ Առաքյալն ասում է, այդպիսի բնութագիր ունի այդ անձը, թե այսպիսի բաներ գործողները Աստծո արքայություն չեն ժառանգի։ Բնագրի մեջ, եթե դուք նայեք քերական, այսպիսի բաների մեջ հարատևողները կամ նրանց, որոնց բնութագիրն է այսպիսին։ Սա չի նշանակում, որ իրական վերստին ծնվածը չի կարա ասենք աչքով այդ շնությունն անի։ Իհարկե, բայց ինքը դա ցույց չի տալի որպես բնութագիր։ Առավել առաքյալը ցույց է տալի, որ իրականում այդպիսի գործողը ինքը զղջում ունի եւ իրականում վերստին ծնված է։ Բայց այս պարագայում մարդիկ այդպիսի վարք ունեն։ Դրա համար ինքը շեշտում է այսպիսի բաներ գործողները Աստծո արքայություն չեն ժառանգի, ինչի նկատի ունի։ Սրանք, որոնք այս բնութագիր ունեն, նրանք վերստին ծնունդ չունեն սերն, սրանց մեջ հոգին չի գործում։ Սրա մասին է խոսքը։ Նույն այս պարագայում, տեսեք, դրա համար 6-ի 1-ում ինքը հակաթեզիս անում։ Եղբայր, եթե մեկը հանկարծ բռնվի մի հանցակով, դուք որ հոգևոր եք, այսպիսին հաստատեցեք։ Տեսեք, անմիջապես ցույց է տալի մեկը, որ կարա բռնվի, եւ մեկը, որ այդպիսի վարքի մեջ ապրում է, բայց ասում է ես քրիստոնյա եմ։ Ասում է մի խափնվեք, այդպիսին Աստծո արքայության հետ կապ չունի։ Բայց եթե մեկը իրականում այդպիսի վրեստին ծնված է բռնվի, դուք որ հոգևոր եք, նրան օգնեք, նրա բեռը վեր առեք, այսինքն նրա տկարությունը, որով ինքը չի կարողանում հաղթահարի մեղքը, վեր առեք, օգնեք նրան այս սկզբունքով։ Եվ այստեղ ինքն ասում է նույնիսկ ասում զգուշ եղի քո անձին, որ չլինի, որ հանկարծակի դու նրա անկած լինելը վերագրես քո կանգնած լինելը, դա անկած է, իսկ ես կանգնած եմ, տեսիշ լավ է, որ ես կանգնած եմ։ Ասում զգուշ եղի քո անձին էլ հեզության հոգով, որտեվ դու էլ կարաս ընկնես, եթե Աստված ուղղակի քեզ թողի։ Այսինքն տեսեք, այստեղ խնդիրն է, որ ամբողջությամբ Աստծո շնորհքին վստահելը մեզ բերում այս հասկացողության շնորհքի ընտրության պես մնացորդ, շնորհքի ընտրության պես ժողովուրդ, շնորհք։ Այստեղ է, որ առաքյալը ամբողջացնում այս սկզբը ուզեցան սրանք։ Մի քիչ հետո մենք ավելի մյուս դարագության մեջ ավելի խորը կարադառնանք, մենք կտեսնենք, որ եկեղեցու մեջ նույնիսկ առաքյալը ասում է մի մեծ տան մեջ ոչ միայն ոսկե եւ անոթներ կան, այլ փայտե, այլ տարբեր մենք արծաթե, այլ տարբեր փայտե հող է, եւ այստեղ ցույց է տալի առաքյալը, որ Աստված գիտի իրենները, այսինքն նույն այդ շնորհքի ընտրությունը կապված է, այսինքն ընտրության հետ, որ աշխարհի ստեղծվելուց առաջ է, եւ այդ ընտրությունը շնորհքով է։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար, այսինքն եթե շնորհքով է, որտեղ 6 համարում ինքը խորացնելու է, եթե շնորհքով է, այլ գործերից չէ, այլ մարդու կարողությունից չէ։ Իսկ եթե գործեր է, մարդու հատկությունը, այլ շնորհք չկա այդտեղ արդեն։ Մարդն է այդպես արել, դրա համար էլ ընտրվել է, բայց շնորհքի ընտրության պես մնաց օրդի մասնախոսքը։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Ամեն։